Բարև ձեզ հարգելի ունկնդիրներ, ես Սուսաննա Հովհաննիսյանն եմ։ Մինչ մեր հյուրին ներկայացնել ասեմ, որ նրա ջութակը խոսում է այնտեղ, որտեղ բառերն անզոր են։ Նա ոչ թե նվագում է երաժշտություն, այլ պարզապես մարմնավորում է այն։ Այսօր մենք ունենք բացառիկ հնարավորություն զրուցելու մի երաժիշտի հետ, ով նվաճել է համաշխարհային բեմահարթակները, ում ճանաչում է աշխարհը, ով պարզապես հայ երաժիշտ է։ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ ջութակահար Սերգեյ Խաչատրյանն է այսօր իմ զրուցակիցը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Գիտեմ, որ շատ հազվադեպ եք հարցազրույց տալիս եւ կրկին շնորհակալ եմ, որ չեք մերժել։ Ինչպես նշեցի, շատ համառոտ կարճ նախաբանում նվաճել եք համաշխարհային բեմահարթակներ եւ դա հայտնի է բոլորին։ Ինչն է ձեզ բերում հերթական անգամ Հայաստան եւ ինչ զգացումով եք վերադառնում։ Եվ իհարկե սահուն անցնենք առիթին, թե այս անգամ ինչ ծրագրով եք ժամանել Հայաստան։ Դե առաջի հերթին կարող եմ ասել, որ սերն է բերում ինձ Հայաստան եւ այդ կապը դեպի իմ երկիրը, իմ հողն ու ջուրը, մարդիկ, սարերը, որովհետև ինձ թվում է իմ էությունը որպես մարդ եւ արդեն նաեւ որպես երաժիշտ չէր կարող լիներ իմ համար համենայն դեպս առանց իմ հայ լինելուն, քանի որ ինքը կերտել է ինձ այնպիսին, ոնց որ ես կամ իմ բոլոր դրական եւ բացասական կողմերով, բայց համենայն դեպս ես չէի ուզենա ուրիշ երկրի ներկայացուցիչ լինեմ, որովհետև շատ ինձ հայ լինելը ես կարծում եմ համար մեծ նվեր է ունենալ այդ գենաֆոնդը, որը որ ես կրում եմ, նույնիսկ ինչ-որ չափով ոչ մի բան դրա համար անելով, բայց ամենայն դեպս դա իմ մեջ կա եւ դրա համար էլ դա ինձ միշտ կարևոր է եւ հետ գալը իմ համար այն առումով նաեւ ինձ է դա լիցքավորում որպես անձնավորություն եւ դրա համար գալիս եմ։ Գիտեմ, որ այս անգամ առիթները մի քանիսն են, նախ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակն է, այդուհանդերձ 17-րդ Երևանի 17-րդ միջազգային երաժշտական փառատոնն է եւ թերևս դուք կասեք ամենակարևորը որն է ջութակահարների դպրոց բացելը։ Ինչ կասեք այդ մասին։ Ջութակի դպրոց բացելը իհարկե դա ոչ միայն այս տարվա ինչ որ միտք է, դա երկար արդեն իմ մեջ կարելի ասել, այո, կատարվում է այդ process-ը, ուղղակի դեռ ճիշտ ասած կոնկրետ հանգուցման չենք եկել, բայց կան արդեն ավելի կոնկրետ քայլեր դեպի այդ ինքը դեռ գոյություն չունի այդպիսով, բայց ուղղակի արդեն ձևաչափն եմ հասկացել, որովհետև քանի որ դա իմ համար է նոր process այդ ամեն ինչը, ինչքան ես փորձ ունեմ որպես ջութակահար եւ նաեւ այս մի քանի տարին արդեն նաեւ դասավանդում եմ, բայց այդ ամեն ինչը ստեղծել եւ կառույցը եւ այլն եւ ոնց պետք է լինի, որը որ լինի այն պահանջներով, որը որ ես եմ պատկերացնում, քանի որ ես էլ մի քիչ իմ բնավորությամբ մաքսիմալիստ մարդ եմ եւ չեմ սիրում կոմպրոմիսներ, թե դեպի իմ նվագը, թե նաեւ այն գործը, որը որ ես ուզում եմ իրականացնեմ, դա բերում են շատ դժվարություններ, որովհետեւ լինելով ոչ Հայաստանում, ստեղծել դպրոց, որը որ արմատական փոփոխություն կտա, դա բավականին մեծ մարտահրավեր է եւ շատ դժվար է իրականացնել, որտեղ ամենաճիշտ ձևը կլներ, որ ես լինեի ստեղ, դասավանդեի, քանի որ ինչքան էլ իմ տարբեր գոլեգաները եւ ես էլ ժամանակին լսում եմ, տենց մեկ-մեկ վարպետության դասեր արվում են եւ ինչքան էլ դա միգուցե երեխաների համար կարեւոր է եւ իրենց ոգևորում է եւ այլն, բայց դա չի բերում այն արմատական փոփոխությունը, որը որ ես կուզենայի Հայաստանի համար, կապված իմ մասնագիտության հետ, կապված ջութակի դպրոցի, եւ երբ որ ես խոսում եմ ջութակի դպրոցի մասին, դա այդքան էլ ոչ թե կառույցի մասին է խոսքը, այլ զուտ այդ ռուսական ասած այդ շկոլան, որը որ պետք է ես ուզում եմ ներդնել, այն դպրոցը, ջութակային դպրոցը, որը որ ես ստացել եմ իմ դասատուից,
որը որ ֆենոմենալ դասատու է եւ տվել է ինձ թվում է մաքսիմալ գիտելիքներ, որը որ ոչ միայն ինձ, նաեւ մյուս իր ուսանողներին եւ այդ դպրոցը ես կուզենայի տարածեի եւ ինչ որ չափով այդ արմատը դնեի Հայաստանում, որ վաղը չեմ այսօրը մենք երբ որ կունենանք պատանի ջութակարներ եւ մենք ունենք մեծ ներուժ երեխաների եւ ընդհանրապես մեր գենետիկայից ելնելով դա կա ցավոք սրտի մի քիչ պակաս կա պրոֆեսիոնալիզմի եւ պակաս կա այդ արմատական որակական փոփոխության եւ այդ ներդրման, որ կարողանանք վաղը չեմ այսօրը ավելի մեծ նվաճումներ ունենանք եւ դա է ամբողջ միտքը, ուղղակի դա դժվար է բավականին իրականացնել։ Ես ունեմ շատ լավ ընկեր Արամ Բադալյան, որը որ նաև իմ բախտի բերմալ ինքը իհարկե հայ է եւ նաև մյուս բախտս նա էր, որ ինքը նաև սովորել է իմ դասատուի մոտ, այսինքն մենք այդ առումով կրում ենք նույն դպրոցը ջութակի եւ իր հետ մենք փորձում ենք այդ ամեն ինչը իրականացնել։ Իմ համար ցավոք այս պահին անհնարին կլինի, որ ես անձամբ դա իրականացնեմ, քանի դեռ ես ունեմ ակտիվ սոլիստի կարիերա եւ ամենտեղ նվագում եմ, դա դժվար կլինի այդ դպրոցի այդպես այն մակարդակը ապահովել, որը որ ես կարծում եմ, որը որ պետք է հատկապես երեխաներին, որ երբ որ դու սկսում ես այդ սկզբնային, այսպես կոչված բազային աշխատանքը, պետք են կայուն դասեր, մինիմալ երկու անգամ շաբաթը եւ այլն։ Եվ դա իմ կյանքի դեպքում դժվար կլինի, քանի ես դեռ նվագում եմ, բայց միևնույնն է, ես հաշվում եմ, որ ի վերջո Հայաստանի համար միգուցե ոչ միայն իմ բնակավարում, բայց հիմա ես կարամ իմ ուղղակի մասնագիտությունից խոսել, ինձ թվում է դա ամենակարևոր սկզբունքն է, որը որ Հայաստանին պետք է եւ ինձ թվում է բոլորս ամեն մեկը իր բնակավարում իր մասնագիտության պետք է ձգտի դա անել։ Ես հասկանում եմ, որ դա շատ միգուցե հետաքրքիր եւ այսպես ասած լուկրատիվ չի թե ֆինանսավորման կողմից, թե որովհետեւ դա մի process է, որը դու այսօր պետք է ներդնես նաեւ ֆինանսական առումով եւ դրա արդյունքը դու միգուցե եթե շատ բախտավոր լինես մի 5-6 տարուց նոր ես տեսնելու, եթե ոչ մի 10 տարուց, բայց մենք ուղղակի որպես ազգ նաև պետք է հասկանանք, որ դա ամենակարևորն է մեզ համար, որովհետև եթե մենք դա չկարողացանք իրականացնենք, ինձ թվում է շատ լավ մեր ապագան չի լինի։ Մի քանի հարցեր ինձ մոտ առաջացան եւ հետաքրքիր կերպով դուք ընթացքում ներկայացնելով կարծես տալիս եք պատասխանները, բայց մի բանից կարճեցի, երբ ասացիք մաքսիմալիստ եք եւ շատ դժվար է գնում կոմպրոմիսների եւ թերևս դա հասկանալի է եւ ինչ որ չափով նաեւ հաջողության գրավականն է ապահովում, բայց եւ անդրադառնանք մեր այն ժառանգությանը, որ ունեն կոնկրետ ջութակի ասպարեզում, ջութակի կատարողական արվեստի ասպարեզում ունենք շատ վառ անուններ, ունենք ժառանգություն, որը պիտի պահենք եւ շարունակենք փոխանցել սերնդեսերունդ, բայց այսօր շատ երեխաներ, վերցնենք միջին տարիքը երեխաներ եւ նրանց ծնողները կասեն, որ ակնհայտ արկա է տաղանդ, կա ջանասիրություն, կա ձգտում, կան նաեւ դասախոսներ, ովքեր արժանի են իրենց փորձը փոխանցելու սերունդներին, բայց թերևս միակ խնդիրը դա ֆինանսն է։ Արդյոք ձեր հանդիպած դժվարությունների մեջ եւ ասում եք, որ կոմպրոմիսների չեք գնացել, ինչպես եք կարողացել հարթել ոչ բարդ, ոչ պարզուղին ջութակահարի եւ հասնել հաջողությունների, որոնք են գլխավոր մարտահրավերները ընդհանրապես կատարողական արվեստում եւ ջութակահարի համար մասնավորապես։ Գիտեք, ընդհանրապես հաջողության հասնելը ես կարծում եմ ոչ միայն իմ մասնագիտության մեջ, բայց շատ բաներից է կախված եւ դա ինչ-որ չափով մի փաթեթ է, որը որ պետք է ունենաս, նաեւ միգուցե ինչ-որ չափով բախտել լինի, բացի իհարկե այդ ամբողջ աշխատանքից եւ աշխատասեր լինելուց եւ ծնողներ ունենալուց, որոնք որ այդ ամեն ինչը շատ լավ հասկացել են եւ ճիշտ ուղու վրա են ինձ դրել, ես կարծում եմ դա
ամենակարևոր սկիզբն է։ Հիմա իհարկե ոչ բոլոր երեխաների ծնողները երաժիշտ են եւ նույնիսկ եթե երաժիշտ են ոչ բոլոր ծնողների երեխաները այդ ամեն ինչը այդքան լավ հասկանում են, դա ոնց որ մեծ մի հատ հարցականների ոնց որ շղթա է, որը որ շատ դժվար է ասել ինչն է ամենակարևորը, բայց համենայն դեպս կոնկրետ եթե իմ ճանապարհի մասին եմ խոսում, ես ցավոք պետք է փաստեմ, որ իհարկե չեմ կարող 100%-ով դասեմ, քանի որ այդ տիպը չի եղել, այդ ձևը չի ստացվել, բայց համենայն դեպս ես կարծում եմ, որ լինելով Հայաստանում, այսինքն չմեկնել Գերմանիա, որը որ իմ հոր շնորհիվ մենք հայտնվեցինք Գերմանիայում, չեմ կարծում, որ այս ամեն ինչը կստացվեր ոնց որ ինքը ստացվել է դրա համար եւ ինչի է իմ համար այդքան կարևոր նաեւ այդ միտքը, որը որ ես մինչեւ այդ ասեցի, կապված դպրոցի հետ եւ կրթության հետ, որովհետեւ ես ուզում եմ վաղը չեմսօրը Հայաստան տեսնեմ, որտեղ որ կոնկրետ հիմա իմ բնակավարում երեխան երբ որ ունի ինչ-որ օժտվածություն եւ ծնողները տեսնում են, որ առաջի բանը ինչն է, որ մենք այսօր մտածում ենք, որտեղ գնա երեխան սովորելու։ Եվ որ ասում ենք որտեղ իհարկե նկատի ունենք արտասահման, չենք մտածում Հայաստանի մասին։ Դա ցավոք սրտին նախկինում էլ չնայած Հայաստանը ավելի ինչ ասեմ կրթական առումով ավելի ուժեղ էր եւ ավելի լավ վիճակում էր շնորհիվ սովետական միության, բայց նույնիսկ այն ժամանակ, երբ որ դու ուզում էիր դառնալ շատ լավ մասնագետ, անպայման դու գնում էիր Մոսկվա կամ Պետերբուրգ եւ այլն եւ այլն։ Եվ ես իմ երազանքը նա է, որ երբ որ երեխան մտածում է ջութակար դառնալ եւ նաեւ ունի այդ օժտվածությունը եւ այդ պոտենցիալը, որովհետեւ ի վերջո ոչ մեկս չգիտի, ոչ էլ իմ ծնողները այն ժամանակ գիտեին արդյոք ես կդառնամ երաժիշտ եւ ի վերջո կլինեմ հաջողակ եւ ոչ հաջողակի նկատի չունեմ կարիերայի առումով, այլ որպես կհաջողվի ինձ դառնալ երաժիշտ եւ իրականում ես այդ սերը կգտնեմ ինձ մեջ եւ այլն եւ այլն։ Այդ մեծ հարցեր են, որը որ ոչ մեկ ամենասկզբից չգիտի, ուղղակի երբ որ դու տեսնում ես, որ երեխան ունի պոտենցիալ եւ դու այդ պոտենցիալից բռնում ես եւ փորձում ես իրեն զարգացնել։ Եվ ոնց էր մեզ մոտ ընդունված, որ երբ որ համենայն դեպս իմ ծնողների մոտ նենց էր, որ ինչ էլ որ մենք անում էինք, չնայած դպրոցի առումով էլ շատ լավ չստացվեց, որտեղ ես լավ չէի սովորում, բայց ինչ էլ որ մենք անում էինք, փորձում էինք անել լավագույնը, այսինքն ըստ մեր հնարավորությունների լավագույնը անել, իսկ հետո վաղը չեմ ասում, դա կլինի քո մասնագիտությունը, թե չէ, դա արդեն կյանքն է ցույց տալիս։ Եվ դա այսինքն եթե մենք Գերմանիայում չլինենք, ես չեմ կարծում, որ այս ամեն ինչին ես կկարողանայի հասնել եւ դառնալ, որովհետեւ ի վերջո մենք Գերմանիայում գտանք այդ դասատուին, ես ունեցել եմ 2 տարբեր դասատուներ ամենասկզբից, բայց իմ հայրը լինելով դաշնակար, լինելով իմ ջարս իմ ընտանիքում բոլորն են դաշնակար, բացի ինձանից, ինքը փնտրում էր, ինքը ուզում էր, որ ես այդ դպրոցը ստանամ, որ իմ հետ լուրջ աշխատեն եւ այլն եւ այլն, եւ 96 թվին մենք 93-ից արդեն Գերմանիայում էինք, բայց 96 թվին, երբ որ ես 11 տարեկան էի, նոր ինքը տարբեր փնտրտուքներից հետո, որտեղ որ ինքը պատրաստ էր նույնիսկ Ֆրանկֆուրտից քշել Վիեննա 2 անգամ շաբաթական, որ ինձ դաս տա, այտենց մանր գալի դասատուներ, որոնք որ անուններ էլ ունեին եւ այլն եւ տարբեր տեղեր եւ գտանք բարեբախտաբար ինքը գտավ Ռիսինին եւ ես գնացի պրոֆեսոր Ռիսինի մոտ եւ ստացա այդ դպրոցը։ Ճիշտ է, Ռիսինը գերմանացի չի, ինքն էլ է գալի սովետական միությունից եւ Ռիգայից է, բայց հետո սովորել է Մոսկվայում, շատ այն ժամանակ անունավոր դասատուի մոտ Բելինկի, բայց նույն Ռիսինը ասում էր, որ ինձ ոչ մեկ այն ի վերջո լուծումները չէր տալի բոլոր այն խնդիրների, որը որ ես ունեի, ու ինքը լինելով իհարկե մի հատ շատ անալիտիկ մարդ, որը որ ամեն ինչ ոնց որ փորձում էր վերլուծել եւ հասկանալ, որտեղ դու նաեւ այտենց էլ պետքա լինես, որ դառնաս հետո լավ դասատու, եւ ինքը ի վերջո տարբեր դպրոցներ ուսումնասիրելու գերմանականն եւ այդպես ասած ռուսականը, որ ավերից է գալի եւ այն ինքը գտավ իր
ոնց որ իր ճիշտ դպրոցը նաև բաներ Իրանից եկան եւ ինքը ստեղծեց այդ դպրոցը եւ այդ դպրոցի շնորհիվ ես չնայած ես արդեն ինչ որ համերգներ նվագում էի մինչ այդ, բայց երբ որ 96 թվին ես եկա իր մոտ, ես սկսեցի 0-ից, այսինքն բաց լարեր եւ ուղղակի դիրք, առաջ ճիշտ դիրք, ձախ ձեռքի եւ աջ ձեռքի եւ այդպես եւ մի քանի ամիս հետո նոր սկսեցին կամած ստեղծագործություններ նվագել եւ հասանք։ Բացի դրանից իհարկե շատ կարեւոր է մենք շատ ենք խոսում, որ զուտ մեր ազգի մասին, որ մեր մեջ շատ մեծ ոնց որ գենետիկայի առումով հետաքրքիր խառնվածք կա եւ ես կարծում եմ դրա պատճառով էլ մենք կարող ենք շատ ստեղծագործ լինել, բայց ուղղակի մեզ միգուցե մի քիչ պակասում է աշխատասիրությունը, ինչ որ մի կողմով պակասում է նպատակասլված լինելը, այո, եւ դիսցիպլինան, որ առանց դրա ինչքան էլ մենք տաղանդավոր ենք եւ ինչքան էլ այդ տաղանդը փոքր ժամանակ շատ վառ երևում է եւ դրանով դու շատերից անցնում ես առաջ, բայց հետո միշտ մի հատ այս process-ը տեղի ունենում, որ այն մարդիկ, որոնք որ միգուցե ավելի միջին տաղանդով, բայց շատ աշխատասեր են, գալիս են տաղանդավորներին անցնում են։ Եվ ընդհանրապես այդ օժտվածությունը եւ տաղանդ ունենալը երաժշտության մեջ դա շատ մեծ նվեր է Աստծո կողմից կամ չգիտեմ քո ազգի կողմից կամ քո ծնողների կողմից, բայց մի կողմից էլ իհարկե շատ մեծ վտանգ է սպառնում իր մեջ, որովհետեւ երաժշտապես տաղանդավոր լինելը եւ իմ համար դա նա է, որ դու ունես առանձնահատուկ մոտեցում եւ առանձնահատուկ ձևի երաժշտությունը քեզ հետ խոսում է, երբ որ դու կատարում ես, բայց դա նշանակում է, որ դու ինչ որ չափով ոնց որ շատ բալանսավորված չես որպես անձնավորություն եւ դա պահպանելու համար, այսինքն դու ունես շատ նուրբ կողմեր, որը որ քեզ քո կյանքի համար էլ ոնց որ այդքան հեշտ չի տրվում եւ դրա համար այդ աշխատանքը եւ իսկականից փայփայելը այդ տաղանդը աշխատանքով, որտեղ այդ տաղանդը եթե դու չես իրան ոնց որ փայփայում, ինքը հետո քեզ կարող է շատ վնասի վերջում եւ դա շատ կարեւոր է ու պետք է դրա համար աշխատել եւ փորձել առաջ գնալ այդպես։ Քանի որ երեխաներից խոսեցինք, մի առիթով ասել եք, որ Հայաստանում բավականին շատ տաղանդավոր երեխաներ եք նկատում, բացահայտում, անգամ ավելի շատ քան Եվրոպայում, եւ երեխաներ, ովքեր պատրաստ են օրական 4-ից 5 ժամ դպրոցական դասերից հետո նույնիսկ պարապել եւ այդ նվիրվածությունը տեսել եք եւ գուցե հենց այդ երեխաներն են խթան, որպեսզի դուք աջակցեք ձեր հնարավորությունների սահմաններում նրանց կայացմանը։ Իհարկե այդ երեխաները հույս են տալիս, որ այստեղ դեռ քիչ կոպիտ կարող է հնչի, բայց լճացած չի վիճակը, որովհետև մարդիկ այստեղ երեխաները համենայն դեպս տեսնում են, որ ինչ որ ձգտում կա, նաև ցանկություն մեծ կա ինչ որ մի բանի հասնելու, չնայած պետք է ասեմ, որ այստեղ էլ է դա ինչ որ չափով փոխվում, որտեղ նաև ես հանդիպում եմ ավելի միգուցե մեծ երիտասարդներին, որոնք որ արդեն ես զգում եմ, որ ոնց որ իրանց համար այն մինիմալը, որ իրանք հասել են եւ դրանով ինչ որ չափով կարող են գոյատևել, արդեն բավական է։ Այսինքն ցավոք սրտի այդ տենդենսն եմ զգում, որը կան նաև ամբիցիոզ անհատներ, ովքեր կարծես կատարելության սահմանը չեն տեսնում եւ անընդհատ ձգտումների մեջ են։ Իհարկե կան, բայց ընդհանուր գիտեք օրինակներ են շատ պետք նաև ընդհանրապես թե երեխուն, թե ազգին, որ այդ օրինակներով ոնց որ ունենաս ինչ որ մոտիվացիա, այսինքն թե դա օրինակ նաև դասատուից էլ է գալիս, դասատուն ինչ մտածելակերպ ունի, ոնց է կրթում երեխային ոչ միայն մասնագիտական առումով, այլ նաև իր ձևավորման առումով, այսինքն ինչ արժեքներ է փոխանցում, ինչն է կարևորում եւ այլն եւ այլն, եւ ինձ թվում է այդ առումով էլ է պետք մեզ համար ինչ որ արժեքային համակարգի ես կարծում եմ մի քիչ փոփոխություն, որ կարողանանք
ունենալ երիտասարդներ, որոնք որ վաղը չեմ իսօրը այս երկիրը իրականում կշենացնել։ Իրականում շատ կարևոր հարցերի շուրջ եք խոսում, որոնք միտված են մեր ապագային, մեր մշակութային ժառանգությանը։ Բայց ես կուզենայի մի պահ մենք վերադառնանք ձեր մանկություն, եթե կարելի է, եւ այսպես այս պահին հիշեցի Մոցարտին վերագրվող մի պատմություն, դա հիմա չգիտենք որքանով դա հավաստի է, բայց ասում են, որ միջին տարիքի մի ստեղծագործող մարդ մոտենում է Մոցարտին եւ ասում է, ես ուզում եմ օպերա գրել, կհուշեք ինչից սկսել։ Ասում եմ, դե եթե նոր եք սկսում, ես խորհուրդ կտայի ավելի փոքր կտավի գործերից սկսել։ Ասում եմ, բայց չէ՞ որ դուք 6 տարեկանում օպերա եք գրել։ Ինչին Մոցարտը պատասխանում է, բայց չէ՞ որ ես ոչ մեկին չեմ հարցրել։ Եթե չեմ սխալվում, 9 տարեկան հասակում հանդես եք եկել սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Կամերային նվագախմբի հետ։ Կամերային։ Դե էլի քիչ կազմ չէ։ Ինչ զգացողություն եք ունեցել։ Արդյոք դա ձեր երաժիշտ ընտանիքի ներշնչանքն էր, որ դուք կարող եք, թե 9 տարեկան հասակում, ամեն դեպքում որքան էլ անհատը հասուն լինի, 9 տարեկան անհատը դա երեխա է։ Ինչ զգացողություն եք ունեցել, ինքներդ հավատացել եք ձեր ուժերին, թե դա ավելի շատ ձևավորվել է ընտանեկան մասնագիտական մթնոլորտում։ Գիտեք, ճիշտ ասած 9 տարեկան համերգ նվագել ավելի հեշտ էր, քան թե հիմա։ Դրա համար այն ժամանակ Շատ բանի մասին չեք մտածել։ Հա, իհարկե, որովհետև դու լրիվ որպես երեխա դու ոչ մի վախեր չունես, լուրջ կյանքին չես նայում, այն ինչ որ քեզ տրվում է դու դրա մասին շատ չես մտածում։ Հիմա իհարկե ես փոքր ժամանակ ինչ որ պոտենցիալ ունեի, հնարավորություն միգուցե մի քիչ ավել քան ստեմ ուրիշները եւ դա զգացվում էր եւ ինձ էլ ճիշտ ասած ջութակ նվագելը այն ժամանակ դժվար չէր տրվում, ես շատ չէի պարապում այդքան ինչքան որ միգուցե մյուսներն են պարապել փոքր ժամանակ, որը որ չեմ ասում որ լավ էր, բայց ամենայն դեպս այդպես էր եւ կարողանում էի ավելի քիչ պարապելով միգուցե հասնեի արդյունքներին եւ երբ որ ես շատ լավ հիշում եմ հենց այդ համերգից այդ դրվագը, երբ որ մայրս ինչ որ դուռը բացել էր եւ իր արձագանքը որ տեսել էր ամբողջ դալիճը լիքներ եւ կարծեմ Վիզբադենի կուրհաուս դալիճն է, որտեղ որ երևի թե չեմ սխալվում 1000-ի կողմ մարդիկ են տեղավորվում եւ ինքը ավելի շուտ այնց մեծ անհանգստությամբ որ այսքան մարդ է, իսկ հետո որ ես եմ նայել ուրախությամբ ասել եմ մամա նա ինչքան շատ մարդ կան դե նստած ու իմ համար ոչ մի խնդիր չկար։ Դա հիմա է փոխվել, բայց ոչ թե կապված ունկնդրի քանակի կամ մարդիկ լսում են թե չեն լսում, այլ ուղղակի ինչքան դու մեծանում ես, այդքան դու ավելի միգուցե նաև կասկածներ ունես քո հանդեպ եւ նաև ավելի շատ պահանջներ ունես քեզանից որպես երաժիշտ, որպես մասնագետ, որ ավելի լավ լինես եւ այդ 9 տարեկան տղան կարծում եմ այդ ամեն ինչը չուներ։ Իսկ մտովի վերադառնում եք այդ հոգեվիճակի մեջ երբեմն, երբ ինչ որ տագնապ կամ գուցե հուզմունք եք ապրում, որպեսզի միանգամից թոթափեք լարվածությունը։ Դժվար է վերադառնալ։ Ճիշտ ասած ասում են չէ որ ամենաիմաստուն մարդը այն մարդն է որ գիտակցաբար գտնում է իր մանկությունը ոչ թե անգիտակից է մանուկ այլ բայց դժվար է դա իմ համար ամենայն դեպս Գուցե շատ այսպես պարզունակ է հնչում, բայց հետաքրքիր է դարձյալ, եթե կիսվեք ձեր զգացողություններով, երբ նվագեցիք կամ ձեռքը վերցրեցիք Ստրադիվարիուսի ջութակը, Գվարների ջութակը, հասկացաք, որ արժանացել եք եւ սա ինչ որ եւս հաջողության եւ կայացման ցուցանիշ է, թե բախտի այսպես կմահաճուկ լավ իմաստով։ Առաջնությունը, որ ես ունեցա Ստրադիվարի հետ, դա նրանից հետո էր, երբ որ ես 2005 թվականին հաղթեցի Թակու Ելիզավետ մրցույթը Բրյուսելում, եւ գիտեք այնպես չէր, որ մինչ դա ես նվագել եմ 10 տարուց ավել Ժան-Բատիստ Գվադանինի գործիքի վրա, որ նաեւ շատ լավ գործիք է, իհարկե դա այդ մակարդակի չէ, ոնց որ Ստրադիվարին կամ Գվարների դելջեզուն, բայց գիտեք, իհարկե այդ պահին դա քեզ համար ինչ որ մեծ բան է եւ
եւ ունենալ այդ հնարավորությունը նվագել Ստրադիվարիի վրա, իհարկե իմ համար ոնց կարող եմ ասել, որտեվ դժվարանում եմ ասեմ, որ երազանք էր այն առումով, որովհետեւ ես ճիշտ ասած փոքրուց երբեք այդպես մեծ երազանքներ չեմ ունեցել, որտեւ ինձ նաեւ չգիտեմ դա ծնողներից, բայց կարծում եմ իմ բնավորությունից էլ է, բայց որ ինձ ասել են, որ եթե դու լավ մի բան անես, կհասնես այն բաներին, ինչին որ դու արժանի ես։ Բայց ես նաև երբեք չեմ եղել, որ ինչ-որ մի բանի համար շատ օրինակ շատ երազել եմ կամ մի մարդուն շատ երկրպագել եմ, նույնիսկ իմ փոքր ժամանակ եղել են ջութակարներ, իհարկե ես այդ բոլորին շատ հարգում եմ եւ իրանց շնորհիվ ենք մենք ընդհանրապես որպես ջութակարներ գտնվում այստեղ, որտեղ մենք ոնց որ աճել ենք իրանց փորձի վրա, բայց ես երբեք չեմ ունեցել ինչ-որ մեկին, որը իմ համար եղել է ինչ-որ օրինակ, որի համար ես գժվել եմ, որը իմ միշտ ինչ-որ չափով դա չեմ ուզում ինչ-որ գոռոզ հնչի, բայց ամեն դեպս ունեցել եմ միշտ իմ միտքը, նաև իմ պատկերացումը, թե գործերի առումով երաժշտական եւ նաև գործիքի առումով ես ինչքան էլ ես գործիքը այս ջութակը շատ սիրում եմ, որովհետեւ ինքը իմ գործիքն է արտահայտվելու, այսինքն միջոցն է, որով ես կարողանում եմ լինել այդ աշխարհում, որ իմ համար ամենաարժեքավորն է եւ առանց իրեն ես չեմ կարող, բայց ես կարծում եմ, որ առաջնային իմ մոտ այդ սերը չի դեպի ջութակը, այլ ուղղակի սերն է դեպի երաժշտությունը եւ այդ իրավիճակը եւ այդ ինչ-որ չափով իմ սրբությունն է, որտեղ որ ես ապրում եմ եւ առանց դրա չեմ կարող։ Դա պարզապես միջոց է արտահայտվել։ Ինչ-որ չափով, հա, այսինքն գալիս է մի քիչ սխալ կարող չի, բայց երկրորդական է արդեն գործիքը այդ առումով, զուտ գաղափարի առումով, բայց իհարկե, եթե դու լավ գործիքների վրա նվագում ես, իհարկե դա որ ջութակարի համար մեծ արժեք է, որովհետև մենք շփվում ենք գործիքով ամեն օր եւ ինքը դառնում է մասնիկ քո մարմնի եւ քո էության եւ քո տեսակի ինչը որ դու ուզում ես արտահայտես եւ նաեւ փոխանցես արդեն լսողին, դա համար մեծ բան է, որ նվագում ես Ստրադիվարիի վրա։ Հիմա նորից ես վերադարձա Ստրադիվարի, որտեղ այդ Ստրադիվարին դե 4 տարի էր։ Ժամկետով է տրամադրել։ Դա այն ժամանակ, երբ որ ես դա այդ առաջի Ստրադիվարին, որով ես նվագեցի, ինքը այդ 4 տարի էր, քանի որ ամեն 4 տարի է մրցույթը, եւ ես պետք է վերադարձնեի մյուս առաջին մյուս հաղթողին։ Դրանից հետո ես ունեցա էլի մի Ստրադիվարի նվագեցի 2 տարով, դրանից հետո բախտ ունեցա օրինակ նվագեի շատ ֆենոմենալ գործիքի վրա, Գվարների Դելջեզուի գործիքի վրա, որը որ պատկանում էր Էժենիզային, որ եղել է հայտնի բելգիացի ջութակահար 20-րդ դարի սկզբերին եւ հետո էլ նաև եղել է այդ գործիքը Isaac Stern-ի գործիքը մի քանի տարի, այսինքն ինքը նաև պատմական առումով շատ հայտնի գործիք էր, այդ գործիքի վրա 12 տարի նվագեցի, հետո պետք է վերադարձնեի այդ ճապոնական հիմնադրամի գործիքներից էր եւ հիմա մի քանի արդեն ամիսը նորից բախտ ունեցա Stratton Society միջոցով ստանալ այս Ստրադիվարին 1724 թվի եւ հիմա իրեն վրա են նվագում։ Դժվարություն չի ներկայացնում այդ փոփոխությունները, համակերպվում եք մի գործիքի, հետո այն փոխվում է, թե բարբետի համար դա նշանակություն չունի։ Զուտ տեխնիկապես չեմ կարող ասեմ դժվարություն է, իհարկե փոփոխություն է, դու պետք է սովորես գործիքին, ամեն մի գործիք ուրիշ ձևի է, արձագանքում ամեն գործիքի հետ դու ուրիշ սկսում ես ոնց որ ինձ թվում է մարդու հետ ինչ-որ նոր հարաբերություն, որին որ դու սկզբից չես ճանաչում, այսինքն դու կամաց հենց քայլ առ քայլ մոտենում ես այդ մարդու հոգուն եւ տեսնում ես որտեղ է ինքը արձագանքում, որը իր դուրը միգուցե չի գալիս եւ այլն։ Եվ Ստրադիվարիները նաեւ հայտնի են նրանով, որ այտենց ասացված կա, որ Գվարներին Դելջեզուն նվագում ես ոնց որ դու ես ուզում, իսկ Ստրադիվարին նվագում ես ոնց որ ինքն է ուզում։ Այսինքն իրանք այդ առումով ավելի նուրբ են եւ իրանց հետ դու շատ չես կարա, այսինքն ճնշում գործածես ինչքան ուզում ես եւ ինքը դիմանա, այսինքն դու պետք է գտնես ճիշտ մոտեցումը դեպի իրան։
Դժվար է այն առումով, որ իհարկե հոգեպես է դժվար, որտեղ դու կապվում ես այդ գործիքի հետ եւ ինքը դառնում է շարունակությունը քո խոսքի, քո զգացմունքների եւ հետո իհարկե կտրվել իրենից, բայց դա մենք պետք է սովորենք, որտեղ ինձ թվում է ոչ մի ջութակար ինչքան էլ լավ կարիերա ունենա, եթե կողքից ինչ-որ բիզնես չունենա, դժվար կարողանա այսօր այդպիսի գործիք Հիմա դուք ձեզ նկատի ունեիք։ Ես բոլորին նկատի ունեմ, որովհետև գործիքների գինը այնքան է բարձրացել, որ այսինքն դու քո գործով, այսինքն ջութակար լինելով նաև սոլիստ, որ շատ միջազգային կարիերա ունի, չես կարող քեզ թույլ տալ այսօր այդ գործիքը գնես։ Հիմա դուք ինձ դրթում եք հարցի, դուք բիզնես ունեք։ Թե չեք ունենայիս ռադիոարի։ Մի կողմից խոսում ենք 1700-ականների մասին, մյուս կողմից չեմ կարող չհարցնել ինչպես եք վերաբերվում ժամանակակից տեխնոլոգիաներին եւ դրանց ներթափանցմանը երաժշտության մեջ։ Դժվար հարց է։ Չգիտեմ, իհարկե շատ դրական չեմ վերաբերվում, որտեղ ես կուզենայի շատ, որ միևնույնն է մարդու դերը կարևոր մնար այս երկրագնդի վրա։ Եվ այն հարցը չի, որ արդյոք AI-ը կարող է բաներ ավելի արագ անել, ավելի լավ անել, միգուցե վաղը չեմ ասում նույնիսկ ավելի լավ էլ կնվագի, բայց իմ համար ես կարծում եմ հետաքրքիր է, որ մարդն է այդ ամեն ինչը ստեղծում եւ մարդու մեջ կա ոչ թե այդ հաշվարկը, այլ կան բաներ, որոնք որ անակնկալ են եւ անակ նույն հարաբերության մեջ, որը իմիջիալս նաեւ շատ մեծ անկում է ապրում, որովհետեւ բոլոր նոր սերունդին եւ ոչ միայն նոր իմ սերունդն էլ արդեն բոլորը հեռախոսների մեջ են եւ նախընտրում են շփվել հեռախոսի միջոցով եւ դու նաեւ դա զգում ես երիտասարդների մեջ, որ արդեն նախադասություններ կազմել այդքան էլ հեշտ չի, ոնց որ միգուցե առաջ էր, եւ բացի դրանից էլ զգում ունեք ես Եվրոպայում շատ եմ զգում, որ մարդիկ ոնց որ արդեն ինչ որ վախ կարողա չէ, բայց իրանց համար ինչ որ դիսկոմֆորտ է մարդու հետ շփվել, այսինքն մարդու հետ շփվել, ինչ որ ունենալ խոսակցություն, ունենալ միգուցե նաև ինչ որ կոնֆլիկտ, որ հետո փորձել հարթել եւ այլն։ Իրանք նախընտրում են ամեն ինչը անել email-ի միջոցով, որտեղ email-ը չունի այդ էմոցիաները եւ նաև այդ մարդու համար շատ ավելի հանգիստ է, ինքը նստում ավակի մտածում այն ինչ ուզում ասի եւ բայց այդ շփումը նաև զգացմունքների շփումը, երբ որ դու մարդու աչքերի մեջ ես նայում, երբ որ դու տեսնում ես ինքը ինչ է զգում եւ ժամանակ ես տալի, որ ինքը մի բան արձագանքի եւ այլն, դա ես կարծում եմ, որ կամաց գնում է դեպի կամաց չքվում է, որը որ ինձ թվում է ընդհանրապես մարդկության համար շատ մեծ խնդիր է։ Ձեր կարծիքով արվեստը եւ մասնավորապես երաժշտությունը կարող է բարեփոխել աշխարհը։ Ես դա մեծ հույս ունեի միշտ, որ կարող է բարեփոխել աշխարհը, անցյալով եք խոսում։ Որովհետև ես երբ որ երիտասարդ էի, դե կանչեր շատ մտորումներ կան եւ նաեւ ասացվածքներ կան, որ երաժշտությունը համաշխարհային լեզու է եւ երաժշտությունը սահմաններ չունի եւ երաժշտությունը ոնց որ փրկում է մարդկության։ Ես ճիշտ ասած գիտեք չեմ հավատում, որ ինքը կարող է բարեփոխել, որովհետև ես տեսնում եմ մարդիկ, որոնք որ գալիս են եւ լսում են երաժշտություն եւ միգուցե այդ պահում ինչ որ մի բան կատարվում է, բայց հետո երբ որ մենք մտնում ենք մեր առօրյայի մեջ, մենք վերադառնում ենք այն այնտեղ, որտեղ որ այն արժեքներին, որով որ մենք ապրում ենք։ Եվ այդ նույն ինչ որ չափով էֆեկտն է, երբ որ դու գնում ես եկեղեցի, դու այդտեղ լրիվ ինչ որ կարելի ասել կերպարափոխվում ես, որտեղ մթնոլորտն է ուրիշ, բայց հետո դու կարող ես գնում ես խաչվում ես մի 5 անգամ, բայց դուրս ես գալի եւ շատ բացասական բաներ ես անում։ Եվ ինձ թվում է այդ առումով ես հաշվում եմ, որ երաժշտությունը շատ կարեւոր է եւ ընդհանրապես արվեստը, բայց արդյոք ինքը կարող է
այդպիսի մեծ փոփոխություն անել, չգիտեմ, ճիշտ ասած։ Չեմ ուզում ասել ոչ, որտեղ ուզում եմ հավատալ, որ կա հնարավորություն, բայց դժվար եմ պատկերացնում։ Իսկ դարձյալ արվեստում եւ դարձյալ մասնավորապես երաժշտության մեջ ազգային ինքնություն պահպանել այսօր կարեւոր է թե ոչ։ Եվ երբ որ դուք բեմ եք դուրս գալիս իրականությունից դուրս, այդ մասին մտածում եք, թե պարզապես այստեղ ուղղակի հնչում է երաժշտություն, որը ինչպես դուք նկարագրեցիք նաև գործիքի միջոցով, այսպես միաձուլված, միախառնված ձեր ներքին աշխարհի հետ, պարզապես հնչեցնում եք եւ կիսվում եք ձեր մտքերով, հույզերով, ապրումներով։ Իսկ ազգայինը դա միգուցե այդքան արդեն այլևս արդիական չէ։ Ազգային ինքնություն այս նկատի ունեք երաժշտության մեջ, եթե կատարում ես հայկական երաժշտություն, թե ոչ անպայման։ Մասնավորապես։ Որովհետև գիտեք, որտեղ ազգային ինքնությունը դու կարաս նաև անուղղակի ձևով պահպանես, երբ որ դու չես կատարում հայկական երաժշտություն, այն առումով, որովհետև այն տեսակը, որը որ դու կաս, եւ այն ձևը, որը որ դու զգում ես երաժշտությունը, նույնիսկ երբ որ դու նվագում ես Բեթհովենի կոնցերտը կամ Սիբելյուսի կոնցերտը, դա ի վերջո հայի կատարումն է, բայց իհարկե հիմա ամեն հայ էլ նույն ձևի չէ, դրա համար այդտեղ էլ արդեն տարբերություններ կան, հայի կատարում կա եւ հայի կատարում էլ կա, եւ որոնք որ կարող են շատ տարբեր լինեն, բայց եթե կապված է հայկական երաժշտության հետ, իհարկե շատ կարեւոր է եւ ես կարծում եմ, որ բոլորս պետք է փորձենք նաեւ ներկայացնենք հայկական երաժշտությունը համաշխարհային բեմերի վրա, որ նաև անում ենք, ու ոչ միայն ես կարծում եմ շատ երաժիշտներ դա անում են, ովքեր որ բեմերի վրա են, միջազգային բեմերի վրա են։ Իմ համար գիտեք ուղղակի դա շատ կարևոր է, որովհետև ես ինձ չեմ կարող պատկերացնել ոչ այդ հայի ոնց որ հայի արժեքի մեջ, քանի որ ամեն ինչ որ իմ մեջ հոսում է եւ կատարում է եւ զգում է, ես ամեն դեպս դա իմ զգացմունքն է, կարող է դա նույնիսկ ճիշտ չէ, բայց իմ զգացմունքն է, որ դա կապված է իմ ազգի հետ, դա առանձին ինչ-որ մի բան չէ, այսինքն դա կապված է իմ ծնողների հետ, այդ դաստիարակության հետ, իհարկե գիտեք կապված է նաև ձևավորման հետ, հիմա ճիշտ է, եթե անկեղծ խոսանք, ես չեմ ձևավորվել Հայաստանում, ես ձևավորվել եմ ուրիշ երկրում, ճիշտ է ձևավորվել եմ իմ ծնողների միջոցով, որոնք որ ինձ տվել են հայկական դաստիարակություն, հայկական արժեքներ, բայց ամեն դեպքում միջավայրը ազդում է քո վրա եւ ինչ որ փոփոխություն բարձր որ իմ կայացման մեջ կա, այսինքն ես այն հայը չեմ, որը որ եթե ես Հայաստանում մեծանայի, ես կարծում եմ ես ուրիշ կերպար կլինեի կամ ինչ որ ուրիշ երանգներով կլինեի, բայց համենայն դեպս ինչ որ այդ ակունքները իմ մեջ շատ պինդ են նստած եւ ինձ դա շատ է օգնում, ունեք ես մենք որ գնացել ենք շրջակայության, այս անգամ արդեն երկրորդ անգամ, որը որ շատ լավ է, այդ միտքը ես շատ տարիներ ունեի, որ երբ որ գալիս եմ Հայաստան, այդտեղ նախկինում երբ որ գալիս էի, մեծ մասամբ նվագում էինք Երևանում, եղել են համերգներ, որ Գյումրիում էլ ենք արել, այն ժամանակ դեռ եղել էր համերգ, որ ես իմ ընկերներին նվագախումբ հավաքեցի եւ գնացինք նաեւ Արցախում նվագեցինք մի տարիներ առաջ, երևի մի 10-15 տարի առաջ, բայց մեծ մասամբ քանի ես ամեն տարի գալիս եմ Հայաստան եւ մեծ մասամբ համերգները Երևանում էին եւ այս վերջի տարիները միգուցե ուշ լավ կլներ միգուցե ավելի շուտ դրա մասին մտածել եւ որ դա իմ մեջ արթնանար, բայց մտածում եմ որ մենակ Երևանում նվագելը դա շատ քիչ է հատկապես այն առումով, որ ինչքան է ես հաճիկով նվագում եմ Երևանում եւ ունեմ իմ ունկնդիրս տեղ, ոնց որ շատ սիրում եմ եւ զգում եմ նաեւ այդ սերը փոխադարձ է, բայց Երևանը բավականին հագեցած է երաժշտությամբ, փառատոներով, միջազգային անուններով, որոնք որ ստեղ գալիս են, բարբերաբար նվագում են, բայց մարզերում շատ բան չի կատարվում։
լինում են 1000-ից մեկ ինչ որ համերգներ, դա շատ քիչ է զարգացման համար, քիչ է, այդ երաժշտական կյանք այնտեղ լինի եւ ես երբ որ գնում եմ իմ դե ամենասիրված վայրերից մեկը դա Տաթևի վանքն է եւ Սյունիքն է առհասարակ իր լեռներով միշտ ես ասել եմ որ ինձ թվում է իմ հոգին այնտեղից է բայց արմատներ չունեք այդ չէ արմատներով ես Ղարսից եմ իմ պապայի կողմից եւ Գյումրիից մամայի այո հա եւ դրա համար այդ միտքը կար միշտ որ անել մարզերում գնալ դուրս նաեւ նվագել եւ ոչ անել մի անգամ եւ հետո էլ չանել այն ինչ որ չափով շարունակական բնույթ դա կրի եւ անցյալ տարվանից մենք իհարկե դա շատ նաեւ սրվեց 44 օրվա պատերազմից հետո երբ որ մարդիկ իհարկե շատ ողբերգական վիճակի մեջ էին եւ ես մտածի միգուցե կարելի է երաժշտությունով գիտեմ որ ցավոք ես այդ հողերը դրանով հետ չեմ բերելու ոչ այդ մարդկանց կարող եմ լիովին մխիթարեմ բայց ամենայն դեպս ինչ որ գոնե մի փոքր մարդկանց մտքերը ուրիշ տեղ գնային եւ անցյալ տարվանից սկսեցինք դա անել եւ հիմա արդեն երկրորդ անգամ գնացինք ընդհանուր ինձ մա 7 համերգով այս անգամ գնացինք Ստեփանավան, Գյումրի եւ հետո Մեղրի, Կապան, Գորիս եւ Սիսիան եւ վերջի համերգն արդեն Երևանում էր Կարծում եմ որ ծրագիրը շարունակական իսկապես կլինի այո դա այն նախագիծն է որը այսպես վերջնակետ չունի դա պետք է անդադ զարգացնել այցելել եղել է դեպք որ ձեզ հարցնեն ձեր ազգանունը արդյոք դուք սերում եք Արամ Խաչատրյանի շարագործն եք այս վերջերս ավելի քիչ բայց երբ որ երիտասարդ էի շատ էին հարցնում հատկապես հայերը հատկապես հայերը Ես պատկերացնում եմ, որ օտար ազգիները պիտի հետաքրքրվեին։ Իրանք էլ են հարցրել, այո, բայց Այսպես մի փոքր գուցե անլուրջ հարց, բայց ինչու ոչ։ Եթե մի պահ պատկերացնենք, որ ձեզ տրվում է հնարավորություն դառնալ Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար, առաջինը ինչ կփոխեիք։ Կամ եթե գուցե փոխել չէ, ինչ կներմուծեիք։ Ինչի անհրաժեշտությունը կա։ Գիտեք, ես երբեք չեմ դառնա ոչ մի բանի նախարար, այդ հաստատ կարամ ասեմ, որովհետև ես միգուցե դա նաև մեր խնդիրներից մեկն է Հայաստանում, որ ամեն մեկը պետք է զբաղվի իր գործերով եւ ինձ թվում է շատ մարդիկ չեն զբաղվում այն գործով, որ իրանք լավ են։ Եվ լավ երաժիշտ կամ նույնիսկ հռչակավոր երաժիշտ կամ չգիտեմ անունով երաժիշտ լինելը դա չի նշանակում, որ դու կարող ես լինել լավ մշակույթի նախարար, ընդհանրապես։ Ես հաշվում եմ, որ իհարկե լավ է, որ դու այդ ամեն ինչից հասկանում ես, բայց ես կարծում եմ, որ նախարար լինելու համար շատ ուրիշ որակներ են պետք եւ մասնագիտական հմտություններ են պետք, որը Օրինակ ինչ մասնագիտական նախարարի համար մշակույթի։ Չէ, ինձ դժվար է պատկերացնել, որտեղ ես այդ գործունեության ծավալը չգիտեմ, բայց ես համոզված եմ, որ դու պետք է շատ լավ դիպլոմատ լինես, դու պետք է շատ լավ կարողանաս մարդկանց հետ շփվես, կազմակերպչական պետք է ջիղ ունենաս շատ լավ եւ այլն։ Նաեւ պետք է խելացի լինես, որ եթե նույնիսկ դու այդ գործից չես հասկանում, միգուցե քո կողքը հավաքես այն մարդկանց, որոնք որ իրականում այդտեղ միգուցե կարելի է շփվել այդ ժամանակ, չգիտեմ, տարբեր ռեժիսորների հետ, երաժիշտների հետ, որ տեսնել ինչում պետքա եւ առաջի հերթին պետքա իհարկե քո հայրենիքը շատ սիրես եւ ուզենաս զարգացնես։ Հա, բայց եթե ես հաստատ նախարար չէի լինի, բայց գիտեք ամեն ինչի մասին մենք խոսանք եւ որ անկյունից մենք սկսենք խոսել, մենք միշտ վերադառնալու ենք կրթության կարեւորությանը։ Ինչի մասին ուզում եք մենք խոսանք, որ խնդրի մասին, վերջում երբ որ արդեն դու սկսում ես այդ ամեն ինչը ասենց դնես դարակների մեջ, հայտնվում ես ներքևում եւ ներքևը միշտ որպես հիմք դա կրթության բարելավումն է եւ ես օրինակ հաշվում եմ, որ մեզ պետք չէ չնայած նորից եմ ասում էլի դա ոչ մասնագիտական հիմա կարծիք է, բայց ամենայն դեպս ես հաշվում եմ, որ մեզ պետք չէ ամեն ինչ ընդօրինակել ինչ որ արվում է Եվրոպայում կամ Ամերիկայում։
նույն կրթական ոլորտում այդ բոլոր սիստեմաները, որ ամերիկազացում են, այդ այսպես կոչված այդ Եվրոպայի Բոլոնիա պրոյեկտը, որ նաև ունակ գերմանացիները դա ընդունեցին, եւ ես հաշվում եմ, որ Գերմանիայի համար էլ դա լավ չի, կրթական համակարգի այդ որ ինչ որ միավորներով է հիմա ամեն ինչը նույն կոնսերվատորիաներում եւ այլն ես կարծում եմ, որ մենք պետք է ուսումնասիրենք մյուս երկրներում ոնց է դա աշխատում, կամ Ֆինլանդիա, որպես ասում են, շատ լավ օրինակ զուտ կրթական համակարգում, բայց ես կարծում եմ, որ այդ ամեն ինչը ուսումնասիրելուց հետո պետք է մենք ի վերջո բայց ստեղծենք մերը, որովհետև մենք ունենք մեր առանձնահատկությունը, ես շատ ճիշտ ասած այդ գլոբալիզացիայի կողմը չեմ, եւ հաշվում եմ, որ ամեն մի ազգը պետք է իր ձևաչափը ստեղծի իր ազգի ներուժի եւ մտածելակերպի հետ կապված։ Չկորցնի իր դիմագիծը։ Իհարկե։ Ունեք երազանք, որը դեռ սպասում է իր ժամանակին։ Գիտեք, միշտ իմ երազանքներից մեկը եղել է ապրել իմ երկրում։ Ինչքան որ ես մեծանում եմ, զգում եմ, որ երբ որ ես վերադառնում եմ Գերմանիա եւ քայլում եմ այնտեղ, զգում եմ, որ ինչքան այնտեղ ամեն ինչ շատ լավ է եւ իմիջիալոց շատ նաեւ շնորհակալ եմ այդ երկրին, որովհետեւ ինքը ինձ մեծ հնարավորություններ է տվել, ունենք շատ լավ ընկերներ, որոնք որ ժամանակին նաեւ երբ որ ես իմ այսպես ասած առաջի քայլերն եմ հանում, բավականին օգնել են մեզ եւ աջակցել են ամեն ինչում։ Խանգարում է միգուցե նաև այն հանգամանքը, որ ունեմ ընտանիք, ունեմ 3 երեխա եւ այսինքն այդ որոշումը կայացնելը եւ փոփոխությունը նաև մենակ քեզ հետ չի կապված, այլ ամբողջ ընտանիքի հետ։ Նաև իհարկե այն հանգամանքը, որ ես շատ ճամփորդում եմ եւ ի վերջո Եվրոպայում լինելը դա հատկապես որ մենք Գերմանիայում ենք, դա ինչ-որ չափով Եվրոպայի կենտրոնն է եւ դու ունդ շատ լավ այդ կապի մեջ ես այդ ամբողջ եվրոպական աշխարհի հետ եւ գիտեք նաեւ երևի կասկածներն արդյոք դու ճիշտ որոշում ես կայացնում թե չէ երեխաների համար։ Դա համար դժվար է։ Երեխաները հայերեն խոսում են։ Խոսում են, այո։ Շատ լավ, իրանք խոսում են հայերեն, իսպաներեն, կինս իսպանուհի է։ Շատ լավ խոսում են համ հայերեն, համ իսպաներեն եւ հիմա իհարկե քանի որ արդեն գնացին մանկապարտեզ եւ մեծ տղաս Հայկը արդեն գնում է դպրոց, արդեն գերմաներեն էլ է լավանում, բայց մեզ համար նաեւ շատ կարեւոր էր որ մինչեւ մանկապարտեզ գնալը իրանց համար հիմնավորվեին այդ երկու լեզուները որպես կարևոր լեզու եւ դա շատ լավ ստացվեց։ Հայաստան հաճախ են գալիս։ Դե ամեն տարի մենք գալիս ենք։ Ամեն տարի գալիս ենք։ Հիմա իրանք ստեղ են։ Ստեղ են։ Այո։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել հրավերն ընդունելու համար, ձեր անկեղծ պատասխանների, նաեւ այն մտահոգությունների, որոնցով կիսվեցիք եւ իհարկե լավատեսությամբ, որովհետեւ որքան էլ ինչ որ հարցերի շուրջ անցյալ ժամանակում խոսեցիք, ամեն դեպքում կարծում եմ լավատեսությունը կան ծրագրեր, նախագծեր, հենց մեկը ջութակարների դպրոց ստեղծելն է, որ կարծում եմ անպայման կյանքի կկոչվի եւ շատ ու շատ հայ երեխաներ, ես չգիտեմ իհարկե այն կկրի ձեր անունը թե ոչ, իսկ ինչու ոչ։ Կարող է նաեւ Սերգեյ Խաչատրյանի անվան ջութակարների դպրոց լինի, բայց իհարկե ապագայի հարց է։ Նորանոր հաջողություններ, որովհետև ամեն անգամ երբ հնչում է ձեր անունը, ես կարծում եմ յուրաքանչյուր ճշմարիտ հայ իր մեջ հպարտություն է զգում։ Եվ տա Աստված նման առիթները շատ լինեն թե ձեր կյանքում, թե մեր։ Շատ շնորհակալ եմ, շատ շնորհակալ։ Հարգելի ունկնդիրներ, հիշեցնեմ, այսօր հյուրընկալել էինք մեր հայրենակցին, աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանին։ Ձեզ հետ էր Սուսաննա Հովհաննիսյանը, մինչ նոր հանդիպում։